Ուրիշի ընտանիքը սերիալի նկարահանումները շարունակվում են և սյուժեն մտնում է ամենալարված փուլերից մեկն։ Առաջիկա սերիալներում հեռուստադիտողը կտեսնի, թե ինչպես հիվանդությունը, պարտքը և սխալ որոշումները կարող են մարդուն կանգնեցնել անդունդի եզրին։ Արշակը վերջապես պարզում է այն, ինչից ամենաշատն էր վախենում։ Նա հասկանում է, որ Նորոն Ալինայի բուժման համար անհրաժեշտ գումարը վերցրել է կասկածելի մարդկանցից պարտքով։ Այդ տեղեկությունը նրան խորապես անհանգստացնում է։ Արշակը շատ լավ գիտի, նման մարդիկ երբեք առանց պայմանների գումար չեն տալիս և պարտքը միշտ ունենում է ծանր հետևանքներ։ Արշակն անմիջապես դիմում է Էդոյին, քանի որ Էդոն և Նորոյի ընկերն է և հասկանում է որոշ փակ շրջանակների կանոնները։ Արշակը խնդրում է նրան պարզել ովքեր են այն մարդիկ և ինչ պայմաններով է գումարը վերցվել և ինչ գին կարող է այն ունենալ այդ պարտքը ապագայում։ Արշակի մտահոգությունն անկեղծ է։ Նա հասկանում է, որ Նորոն իր հպարտության պատճառով չի խոստովանի, թե ինչ ծանր վիճակում է հայտնվել։ Նորոն կանգնած է ամենադժվար իրավիճակում։ Մի կողմից Ալինայի կյանքն է, որ նոր-օրի ավելի մեծ ծախսեր է պահանջում, մյուս կողմից պարտքը, որը կախված է նրա գլխին, ինչպես ժամացույցի սլաքը։ Նա գիտի, գումարը հետ վերադարձնելը գրեթե անհնար է իր ներկայիս հնարավորություններով։ Այս ճնշման տակ Նորոն ստանում է նոր առաջարկ իր ընկերներից մեկի կողմից։ Առաջարկն առաջին հայացքից կարող է թվալ շահավետ, բայց իրականում մութ կողմեր ունի։ Նրան առաջարկում են ավտոմեքենաներ նորոգել առանց հարցերի, առանց փաստաթղթերի։ Շատ արագ պարզ է դառնում, որ այդ մեքենաներն ամենայն հավանականությամբ գողացված են։ Նորոն հասկանում է՝ սա սահման է, բայց սահման, որը նա չի ուզում անցնել, և սահման, որը կարող է ստիպված անցնել։ Նրա ներսում սկսվելու է ծանր պայքար։ Արշակը տեսնելու է, որ Նորոն փակուղում է։ Չնայած բոլոր վիրավորանքներին, մեղադրանքներին ու տարիների լռությանը, նա հասկանում է՝ հիմա հաշվեհարդար իր ժամանակը չէ։ Ժամանակը կյանքի համար պայքարելու ժամանակն է։ Ալինայի բուժումը լինելու է երկար և ծախսատար։ Բժիշկները հստակ ասում են, որ սա մեկանգամյա խնդիր չէ։ Այդ լուրը Նորոյին վերջնականապես կոտրելու է ներսից։ Նա առաջին անգամ սկսում է մտածել այն մասին, ինչը միշտ մերժել էր՝ ընդունել կամ դիմել Արշակի օգնությանը։ Բայց դա նշանակում է ընդունել նաև ճշմարտություն, որ միայնակ չի կարող ամեն ինչ տանել, որ հպարտությունը երբեմն վտանգավոր է և որ օգնություն ընդունելը պարտություն չէ։ Առջևում ճակատագրական զարգացումներ են։ Առաջիկա սերիալներում սպասվում են Էդոյի բացահայտումները պարտքի իրական տերերի մասին, Նորոյի բախումը քրեական միջավայրի հետ, Արշակի և Նորոյի առաջին իրական անկեղծ խոսակցությունը, նոր որոշումները, որոնք կարող են կամ փրկել ընտանիքը, կամ քանդել այն։ Ուրիշի ընտանիքը սերիալը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան բարակ է գիծը ճշտի և սխալի միջև, և երբ վտանգված է հարազատի կյանքն, այլ ելք չի մնում։ Եվ գլխավոր հարցը մնում է բաց՝ կկարողանա Նորոն ճիշտ պահին ճիշտ ընտրություն անել, թե պարտքն ու վախը նրան կտանեն անդունդի եզրին։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Ալինան ու Արևն անկախ իրենց կամքից մտերմացել են ու չեն պատկերացնում առանց մեկ-մեկու։ Արևը հաճախակի է գալիս Ալինային հիվանդանոց այցելության ու նրանք կարծեք թե իրար շատ լավ են հասկանում, և հավանաբար օրերից մի օր հենց Արևն է դառնալու Ալինայի դոնորը, և իհարկե Նորոն վերջնականապես որոշելու է ընդունել Արշակի օգնությունը, քանի որ այլ ելք չի ունենալու, հատկապես հիմա, երբ հավանաբար նա ընկնելու է մի աշխարհ, որտեղից դուրս գալը ևս վտանգավոր է լինելու։ Նա նորոգելու է ավտոմեքենաներ, որոնց ծագումը կասկածելի է, իսկ թե ինչ է տեղի ունենալու դրանից հետո, ցույց կտա ժամանակը։ Էլիզի ու Էդոյի հարաբերությունները բարեբախտաբար արդեն կարգավորվել են, քանի որ Էլիզին հաջողվեց Էդոյին բացատրել, որ ինքը որևէ բանում մեղավոր չէ ու երբեք նա Էդոյին չէր օգտագործի Արշակի ընտանիքից վրեժ լուծելու համար։ Արևն իհարկե ցանկանում է հաճախակի հանդիպել Նորոյին ու Էլիզին, բայց այնինչ կատարվում է նրանց պատերի ներսում, նրան դեռ հայտնի չէ։ Մագդան չի կարողանում ապրել առանց Նորոյի ներկայության։ Նա փնտրում է
պատճառն էր նրան հանդիպելու համար, իսկ նոր դայակն ամեն ինչ անում է, որպեսզի պարզի հետաքրքիր ճշմարտություններ։ Հնարավոր է, որ Արշակն ու Մագդան երբեք էլ քույր ու եղբայր չեն եղել և որևէ արյունակցական կապ չունեն, իսկ թե ինչ կպարզվի հետագայում, ցույց կտա ժամանակը, այնպես որ բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակոճակն, իսկ շատ շուտով մենք ձեզ կտեղեկացնենք, թե ովքեր են միմյանց համար Մագդան ու Արշակը և ինչպես է Մագդան հայտնվել Արշակի տանը, և ինչու է նա ներկայացել որպես քույր ու եղբայր։ Այս և այլ շատ հետաքրքիր մանրամասներ շատ շուտով։